Փառք Տիրոջը, սիրելի Աստծո, սիրելի զավակներ։ Ինչև երրորդ երկինք շնորհակալ եմ Տիրոջից, Աստծո ժողովուրդ։ Շնորհակալ եմ, որ բոլորիդ տեսնում եմ։ Աստված ում որ սիրում է, նրան խրատում է, ժողովուրդ ջան։ Ամեն։ Աստծո նպատակը մեզի դաս սովորացնելն է։ Իմ սիրելի եղբայրը իմ սրտից խոսած։ Մենք պտուղը կբերենք այն ժամանակ, երբ որ մեռնենք։ Եթե չենք մեռնում, պտուղ չկա։ Ես համարյա մի ամիս փորձություն կրեցի, ժողովուրդ ջան։ Ասում եմ, Տեր, չեմ ասում ինչի հիվանդացամ։ Ասում եմ, ինչ ես ուզում ինձ սովորացնես, Տեր։ Ասում եմ, ես քեզի ուզում եմ սովորացնել խոնարհություն։ Երկու հանդերձներ կան քրիստոնյային։ Խոնարհություն, հպարտություն։ Խոնարհությունը Սուրբ Հոգուց է, հպարտությունը սատանայից է։ Սատանան ուզում է քրիստոնյաներին հպարտացնի, որտև ինքը հպարտության պատճառով ընկավ, ինքը սատանա չէր, ինքը քերոբ էր, ասեց վեր ելնեմ երկինք, ընդեղ էլ գրավեմ, հպարտացավ, ու Միքայել հրեշտակապետը խփեց, դարձած սատանա, բանսարկու, հակառակորդ Աստծուն, եւ հակառակորդը ուզում է, որ մեր մեջ հպարտություն բերի, որ մենք չխոնարհվենք Տիրոջ առաջ։ Աստված խոնարհներին շնորհք է տալիս, ամբարտավաներին հակառակակենում, ամբարտավաներին հպարտներին հակառակակենում։ Ասեմ, Տեր Հիսուս, ուզում եմ սովորացնես քո դասերը ինձի։ Ասում եմ, որպեսզի քեզի իմ դասերը սովորացնեմ, քեզ ես պետք է հիվանդացնեմ, որ դու բժշկի կարիք զգաս։ Մինչև մարդը չի հիվանդանում, բժշկի կարիք չի զգում, չէ՞ Սոլակ ջան։ Ուրեմն ես շատ կարիք ունեմ իմ բժշկին։ Դրա համար ինձ բերում է փորձություններ, որ լավ խոնարհացնի ժողովուրդ ջան։ Մարդն ինես պտուղ է, որ չի խոնարհվի, իմացեք։ Ճիշտ է, մենք կարող ասենք խոնարհ ենք, Տեր, բայց ընդեղից խոսալա դու, ներսից խոսա։ Հենց մեկը քեզի հակառակակենում, հին մարդը զարթնում է, էլ չես տենում դիմացինին։ Խոնարհ էր, ինչ եղավ քեզի։ Նաբուգոդոնոսոր թագավորը հպարտացավ։ Այս բոլորը ես եմ արի ասեց։ Այս բոլոր իմ զորությունով ամեն բան արել եմ։ Հա, Նաբուգոդոնոսոր, դե գնա աչառների հետ խոտքեր, որ հասկանաս կյանքը ինչ է։ Հիմա հպարտ մարդիկ կերակուր չեն ուտում, խոտ են ուտում։ Խոնարհ մարդիկ Աստծո խոսքն են ուտում։ Հպարտները սատանայի կերակուրն են ուտում, խոտ են ուտում։ Հիմա տեղ ունենք խոնարհվելու, ժողովուրդ ջան, թե մենակ ես տեղ ունեմ խոնարհվելու։ 70 տարի Հիսուսի անունը կանչել եմ։ 70 տարի ինձ ծեծում է, լավ խելքի չեմ եկել։ Այդ համար ես ուզում եմ ձեզի, որ դու համար աղոթ կանեք, որ ես լիովին խոնարհվեմ Տիրոջ առաջ, ուզում եմ ժողովուրդ ջան։ Ես կարիք ունեմ, ասեմ Տեր, ես կարիք ունեմ։ Ճիշտ է սանում, որ ինձ ծեծում ես, ինձ սովորացրա քո դասերը, Տեր։ Ասում եք սովորացնեմ իմ դասերը։ Քեզի ծեծելով կխոնարհացնեմ, որ դու ազատվես քո եսից, քո փառքից, քեզանից հրաժարվես, համարում չվերցնես քո վրա։ Հենց համարում վերցեցիր քո վրա, բժիշկը հիվանդանոցում է, կեթած հիվանդանոց։ Պետք է մենք համարում չունենանք մեր վրա, սիրելի Աստծո ժողովուրդ։
որ ես Իվան դայի գաղ եղբայրս ինձ զանգում աղոթում էր հետս եւ մխիթարում էր Աստծո խոսքով եւ ինձ հիշեցնում էր իմ մտքով անցնում էր այդ խոսքերը հիշեցնում էր Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիների 8-րդ գլուխ 28 համարը իմ սիրելի եղբայրը ինձ հիշեցնում էր մխիթարում էր այդ խոսքերով Աստծո խոսքն է մեզի մխիթարում ժողովուրդ ջան Եվ մեկս մյուսի պետք է մխիթարենք Աստծո խոսքով։ Այստեղով չմխիթարենք։ Աստծո խոսքով պետք է մխիթարենք մեզի ժողովուրդ ջան։ Ինչ ասում Պողոս առաքյալը։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարիին գործակից կլան անոնց, որ Աստված կսիրեն, որոնք անոր նախասահմանությունով կանչված են։ Բոլոր բաները մեզի օգտավետ ա ժողովուրդ ջան բոլոր նեղությունները փորձությունները մեզի կհանդիպեն ասում է Մատթեոս ավետարանը ով որ իմ այս խոսքերը լսի եւ կկատարի կնմանվի խելացի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վրա հետո ինչ եղավ Գետերը վարարեցին, քամիները փչեցին, հովերը եկան եւ զարկին այդ տանը, բայց չփլավ, ինչու, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Ուրեմն փորձությունները մեզի կլինեն, թե իմաստուն լինես, թե տգետ լինես, փորձությունները քեզի կլինեն, ինչու համար։ Ինչու համար է փորձություններ լինում մեր կյանքի մեջ։ Փորձություններ լինում է մեր կյանքի մեջ, որ մեզի զտի որ մեզի մաքրի, որ մեզի ոսկու պես անի, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն մեզի պետք է որ մեր հիմքը դնենք ժայռի վրա, Հիսուսի վրա, իր խոսքի վրա, եւ իր խոսքը լսնենք մեր հոգիների մեջ։ Կլինեն փորձություններ, եւ Աստված ամեն մեկի կարողության չափ փորձություն է տալիս։ Եթե իմ փորձությունը տա ձեզ յուրաքանչյուրից մեկի չեք կարող տանել։ Ձեր փորձությունը ինձ դա ես չեմ կարող, Աստված գիտի մեր կարողությունը։ Աստված գիտեր Հոբի կարողությունը։ Աստված գիտեր Հոբի կարողությունը։ Եվ հոգևոր ուժեղ մարդիկ մեծ փորձություններ են կրում։ Ծանրությունը վերցնում է ուժեղ մարդը։ Ծանրությունը վախենում է ուժեղ մարդից։ Իսկ տկար մարդը վախենում է ծանրությունից։ Ճիշտ է թե չէ։ Ծանրությունը վախենում է ուժեղ մարդից։ Դրա համար Աստված ուզում է որպեսզի մեզի կոփի, որպեսզի մեզի զորացնի։ Ես ասում եմ Տեր, ես չեմ սիրում իմ աստվածպաշտությունը։ Անկեղծ ասում եմ Տիրոջը, եւ իմ եղբայրներին էլ եմ ասում, որ ես իմ աստվածպաշտությունը չեմ սիրել։ 6 ժամով չի սահմանափակվում մեր աստվածպաշտությունը։ Դու պետք է ամեն օր ասում փնտրես, ամեն օր Տիրոջ օրենքի մասին մտածես, ամեն օր 6 օր քայլես քո կամքով, 7-րդ հար գաս եկեղեցի, երկինքը գնաս։ Գիտաս քարվաճար։ Մենք պետք է ամեն օր Տիրոջ օրենքի վրա մտածենք ու փնտրենք։ Եվ դրա համար Աստված ուզում է որպեսզի մեզի կոփի, մեզի զորացնի, որպեսզի կարողանանք փորձություններին դիմանալ։ Փորձությունների ժամանակն ենք մենք աճում։ Նեղությունների ժամանակն ենք մենք աճում։ Ժողովուրդ ջան։ Ուրեմն նրանք, որ նեղություններ կրում են, մեծ նեղություններ կրում են, օրինակ են լինելու մեզի, ովքեր փորձություններ չեն կրում, Աստված խնայում ալա։ Ինչու՞, որտեղ մեզի հասակ է տալիս, որպեսզի կարողանանք նեղությունների դիմանալ։ Հովսեփին գիտեք բոլորդ։ Հակոբի 11-րդ տղան, որ Հակոբը շատ էր սիրում Հովսեփին։ Ինչու՞, որտեղ Հովսեփը չարությունը ատում էր։ Իր եղբայրների չարությունը գնում էր Հակոբին էր պատմում։ Եվ Հակոբը սիրում էր Հովսեփին, ինչի, որտեղ Հովսեփը սարբություն սիրող անձնավորություն էր։
Եվ այդպիսի անձնավորությունը մեծ փորձություններ կրեց ժողովուրդ ջան։ Ահավոր նեղություններ կրեց Հովսեփը։ 17 տարեկանում իր եղբայրները Հովսեփին ուզում էին սպանեն, գցեն գուբի մեջ, նախանձում էին, ատում էին։ Ինչու՞, որտև Հակոբը շատ էր սիրում Հովսեփին։ Աստված ում որ սիրում է, Սատանեն նախանձում է։ Չար մարդիկ նախանձում են Հովսեփներին։ Չար մարդիկ նախանձում են Հովսեփներին։ Դավիթի եղբայրները ատում էին Դավիթին։ Եղիաբը Սամվելը տեսավ Եղիաբին, ասեց տիրոջոցյալն է։ Հա, Սամվել ջան։ Մարդը աշկի տեսածով է նայում, բայց Աստված սրտին է նայում։ Եղիաբին չընտրեց Աստված։ Ինչու՞։ Անարգեց։ Ինչու՞։ Որտեղ հպարտ էր։ Բայց Դավիթը խոնար էր։ Դրա համար մեզի Աստված ուզում է Հովսեփներ, Դավիթներ անի, ժողովուրդ ջան։ Համաձայն չեք։ Ուրեմն պետք է աղոթք անենք Տիրոջը, Տեր, ինձի զորացրա, Տեր, ուժ տուր ինձի, փորձությունները սիրով տանեմ, ուժ տուր ինձի, ուժ տուր, ասեմ Տեր, ես, գիտեք, նեղությունների ժամանակ ու հոգևոր աչքերը բացվում է, իմացեք։ Ես տունն եմ, բայց ես տենում եմ ձեզի։ Իմ շնորհքով չի, Սուրբ Հոգին է։ Ուրեմն ասում եմ, ես իմ աստվածպաշտությունը չեմ սիրե, իմ ընտանիքի աստվածպաշտությունը չեմ սիրե, իմ երեխեքի ապրած կյանքը չեմ սիրե, իմ կյանքը չեմ սիրե, ուզում եմ առաջի դարի եկեղեցին լինի իմ կյանքի մեջ, որպեսզի կանգնեմ Տիրոջ առաջ, իմ բերանից ոչ թե իմ խոսքը դուրս գա, հապա Սուրբ Հոգուդ խոսքը դուրս գա, որպեսզի լսողները վառվեն, լսողները ապաշխարեն, վառվեն, ոչ թե ֆիզիկապես վառվեն, հապա ատելությունը վառվի, չարությունը վառվի, բամբասանքը վառվի, հպարտությունը վառվի, գիտնականությունը վառվի, որ Աստծո խոսքը կարդում ենք ու սկսում ենք գնալ Ալյասկա։ Աստծո խոսքը կարդա, Աստծո խոսքը մեկնաբանի, սիրելի հոգի։ Մեզի գիտնականներ պետք չի, որ գիտնականներ դառնանք, մեզի Պետրոսներ են պետք, մեզի չոբաններ են պետք Դավիթի նման, որ Աստված բարձրացնի։ Չեք ուզում Աստված մեզի բարձրացնի։ Հետո ասեմ, Տեր, ես չեմ հավանում Սակրամենտոյի եկեղեցիների աստվածպաշտությունը։ Ես ուզում եմ եկեղեցիների մեջ կրակ վառվի։ Եթե վառվում է, ես բոլորիս հետ ներողություն խնդրեմ։ Պետք է վառվի կրակը մեր մեջ, ժողովուրդ ջան։ Պետք է վառվի, որ մենք պտուղ բերենք, եղբորս ասացի ամա։ Հիսուսն ասեց, ես ձեզի դնում եմ, որ գնաք պտուղ բերեք։ Քանի հոգու միջոցով մարդիկ փրկվել են, կարաք ասեք, կարաք վկայեք, որ որևիցե մեկի միջոցով խոսացել եք մարդիկ ապաշխարել են։ Ինչու բա, ուրեմն պտուղ չես բերում, պրոբլեմը Աստծո խոսքն է, թե քո մեջն է պրոբլեմը, պրոբլեմը մեր մեջն է, ժողովուրդ ջան, կարիք ունենք խոնարհվելու, ժողովուրդ ջան, Դանիելը, ինչ խոնարհ անձնավորություն էր, թագավորը ծունկ եկավ Դանիելի առաջ։ Մեր երեխեքս քիչ են լսում մեզի, թագավորը մեզի գլսի։ Մեր երեխեք քիչ են լսում ինձ, ասում եմ Տեր, իմ երեխեք քիչ են լսում ինձ։ Ասում եմ ոնց որ դու ես ինձ լսում, այնպես էլ քո երեխեն քեզի գլսի։ Ոնց է քո համար ծոլակ ջան, ողբերներ ջան։ Ուրեմն ինձ պետք է որ ես իմ ասուն լսեմ, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է իմ լսելիքները բժշկի, Աբրահամի պես լսեմ ասում։ Մեզ պետք է ասում լսենք։ Աստծուն լսենք, Աստծուն լսելու համար դու պետք է վարժվես խոսքով, որտև դեղ Աստծո խոսքը։ Դու պետք է լսնես քո մեջ Աստծո խոսքը, որ Աստծո խոսքը քեզի լուսավորի, Աստծո խոսքը քեզի կկոտրի, Աստծո խոսքը քեզի խոնարհ դարձնի։ Դրա համար ուզում եմ իմ ժողովրդի մեջ ախորժակ լինի Աստծո խոսքի նկատմամբ, ժողովուրդ ջան։ Հիսուսն ասեց, եկեք ինձի բոլոր օգնած եւ բեռնավորվածներ,
Եվ ես ձեզի պետք է հանգստացնեմ, որտեվ ես հեզ եմ ու սրտով խոնար, իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Ուրեմն Հիսուսը կանչում է մեզի։ Ումն է կանչում։ Ումն է տալիս իր իմաստությունը։ Ում մանուկներին։ Մանուկներին է տալիս Հիսուսը։ Չեք ուզում մանուկ ելենք, ասեմ Տեր, ինձի դարձրա մանուկ։ Ասում եմ ես քեզի դարձնեմ մանուկ, տփելով դարձնեմ մանուկ քեզի խոնարհացնեմ քեզի։ Այ քեզի ես կխոնարհացնեմ։ Համաձայն ես, ասում եմ համաձայն եմ Տեր։ Ես համաձայն եմ քո ամեն օրենքներին, քո ամեն ծրագրերին իմ նկատմամբ։ Ոչ ես փրկվեմ, ոչ թե միայն ես փրկվեմ, ինձի լսողները փրկվեն։ Ոչ թե մեր անձի օգուտը փնտրենք, հապա փնտրենք ուրիշին։ Ասում է Հովհաննես առաքյալը, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, մենակ կմնա։ Եթե մեռնի, արդյունք կտա։ Հիսուս մեռավ, աշխարհին փրկություն եղավ։ Առաքյալները մեռան, այսինքն հին մարդը մեռավ, եւ ամբողջ աշխարհը վառին, որ գառները գայլերին կերան։ Տենց հարց են տալիս, որ գառները գայլերին կերան։ Ոնց գառը գայլին կուտի ասում է։ Ասում եմ այո, դու ասում ինչ ես ասում է։ Ասում եմ այո, կերան։ Ասում Հիսուսի Քրիստոսի առաքյալները կերան աշխարհին, գայլերին կերան։ Ռոմին տապալեցին առաքյալները, այդ ինչ գայլերին։ Ուզում եք գայլերին ուտենք։ Ուրեմն պետքա դառնանք գառնուկ։ Ասո խոսքի գառնուկները դառնանք իր խոսքով լցվենք, որպեսզի մարդիկ ապաշխարեն ժողովուրդ ջան։ Մեր ապրած կյանքը ոչ թե լեզվով պետքա լինի, հապա մեր գործերով։ Կարող է շատ լավ խոսամ, բայց գործերից հեռու լինեմ։ Գործդ պետքա համապատասխանի քո խոսքին։ Մեր խոսքը գործը պետք է իրար հետ գնա, չէ՞ ժողովուրդ ջան։ Համաձայն եք։ Աղոթ կանենք մի հատ աղբեր ջան, որ Աստված մեզի տա իր աստվածային խոնարհությունը եւ մեր մեջ փափակ դնի, որպեսզի մենք իր խոսքը ուտենք ժողովուրդ ջան։ Ալելույա, փառքեզի։ Դու մեր թագավորն ես, մեր ապավենն ես, մեր կյանքն ես Հիսուս։ Փառքեզի, որ սովորեցնում ես քո դասերը անարժանիս, սովորեցնում ես քո ժողովրդին սիրելի, փառքեզի, օգնիր մեզի փրկիչ, ուզում ենք խոնարհվենք քո առջև փրկիչ, քո հանդերձները հագցրա մեզ ինչպես դու հագար խոնարհության հանդերձներ օրհնյալ։ Սատանայի հպարտությունը հեռացրա մեզանից, մեր հպարտությունը վերացրա մեզանից, լուսավորի մեր աչքերը, որ տեսնենք մեր ծածուկ հպարտությունը, հրաժարվենք Հիսուս, փառքեզ, օգնի պտղաբերը լա մեզի արասիրելի փրկիչս, որպեսզի քո խոսքը քարոզենք մարդկանց, որպեսզի մեր կյանքը քարոզի մարդկանց, տեսնելով մեր բարի գործերը ապաշխարեն փրկիչ, փառքեզի, ների մեր ապրած կյանքը, որ այսքան ժամանակ ապրել ենք քո առջև, առանց պտուղի, ների մեզի, սրանից հետո պտղաբեր արա մեզի փրկիչս, փառքեզ, օրհնում եմ եղբայրներիս, օրհնում եմ քույրերիս, օրհնում եմ բոլոր երիտասարդներին, մանուկներին, պատանիներին, ծառայողներին, քարոզիչներին, Հայր, փառքեզի, եւ օրհնում եմ Գագիկ եղբորս բոլոր ծառայող եղբայրներին օրհնի, Սուրբ Հոգով լցրա կրակի բոց արա փրկիչս, մեզի կրակի բոց արա, որ սատանան չբռնի մեզ Հիսուս, փառքեզ, օգնի, որպեսզի մենք կրակի բոցով վառենք նրա բները, վառենք նրա արմատները Հիսուսի հոգիով, ալելույա, փառքեզ, գլորի, սիլա դուխ անգել, Սոնթե ռամանա գլայդամ բուխալաբարա, փառքեզ, խնդրում եմ օրհնես ժողովուրդը, օրհնես եկեղեցին, քո խոսքը թող մեր մեջ աճի, քո խոսքը բազմանա եւ օրհնի պտղաբերը լանք փրկիչս փառքեզի, օրհնյալ լինի Սուրբ անունդ, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։